Ղարաբաղի ադրբեջանական քարոզիա պատերազմը Երևան բերեց մի շարք ոչ միայն արտաքին գործոններից, այլև ներքին անհեռատեսությունից կախված խնդիրներ, որոնք ինքնին սպառնալիք են ազգային անվտանգությանը։ Թերևս դրանցից ամենատեսանելին Հայաստանում տասնամյակներ շարունակ առկա ու տարիների ընթացքում ավելի ու ավելի արմատացող կոռուպցիոն դրսևորումներն են։ Դրանց մասին գիտեն բոլորը ու խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնում են բազմաթիվ լրատվամիջոցներ։ ՀԵՏՔՄ-ի հետաքննության արդյունքում տարիներ առաջ ջրի երես դուրս եկավ, այսօր արդեն վարչապետ, իսկ այն ժամանակ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անհայտ աղբյուրներից կամ, ինչպես ինքն է նշում, լոլիկի մշակումից ու վաճառքից դիզած $1 միլիոն հասնող ունեցվածքի մասին մանրամասն տվյալներ։ Առանձնատներ, ձկնաբուծարաններ, հողատարածքներ, ջերմոցներ, հյուրանոցներ, անգամ վարչապետի կինը, եղբայրն ու որդին են ահռելի ունեցվածքների տեր։ Հետաքրքրական է, որ հենց Հովիկ Աբրահամյանն է գլխավորում կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կոռուպցիայի դեմ պայքարելու կամ միգուցե պայքարի իմիտացիա ստեղծելու համար։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարող այս պաշտոնյայի ունեցվածքով կարելի է զինել մի ամբողջ բանակ։ Իսկ ով եւ ինչպես պետք է պայքարի կոռուպցիայի դեմ հայաստանյան իրականությունում։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը նկատում է, Հայաստանում ձևավորված է էլիտար կոռուպցիա երևույթը, որտեղ ամեն ինչ մանրամասնորեն հաշվարկված է։ Ցավոք սրտի, այս վերջին շրջանում, հատկապես Արցախյան այդ քարոզիա պատերազմի, ինչպես անվանում ենք, պատերազմի հետևանքով ի հայտ եկան շատ ավելի մեծ երևույթներ եւ հասարակությունը նաեւ գիտակցեց, որ ոչ միայն այս ամեն ինչը հետևանք էր արտաքին քաղաքականության մեջ բացթողումների, ոչ միայն ներքին կառավարման խնդիրների բացթողումների, այլև նաեւ կոռուպցիան է այդ ամեն ինչու մեղավոր, որովհետեւ երբ որ Ադրբեջանը մի քանի միլիարդանոց գործարքներ է կնքում Ռուսաստանի հետ եւ ստանում է ամենաժամանակակից գերժամանակակից զենքեր, մենք ընդամենը մուրում ենք Ռուսաստանից $200 միլիոն վարկ, որի դիմաց կարող ենք ստանալ, չգիտեմ, 80-ական թվականների կամ նույնիսկ 90-ական թվականների ավելի շատ քիչ քանակությամբ բնականաբար զենք։ Արշամյանը ընդգծում է, առաջին հերթին պետք է հաղթահարել սոցիալական անարդարության խնդիրը։ Չի կարող միլիոնատեր գեներալի կողքին կռվել ունեզուրկ զինվորը։ Այս սոցիալական արդարությունը մեր երկրում մենք կորցրել ենք։ Եվ մի շատ վատ երևույթ է կա հիմա, այսինքն ձևավորվել է Հայաստանում, որ այնպես դուրս եկա, որ սեփականության իրավունքը գերիշխում է կյանքի նկատմամբ իրավունքի։ Ու այս խնդիրը մենք պետք է հաղթահարենք։ Երբ որ հասարակությունը պետք է ի վերջո գիտակցի, որ կյանքի իրավունքը ամենաբարձրագույն իրավունքն է եւ ցանկացած զինվորի կյանք չարժի նույնիսկ ամենամեծ դղյակի կամ չգիտեմ որևէ մեկի միլիոնները, որոնք գտնվում են օֆշորներում։ Թերևս պայքարի տարբերակներից Հայկակ Արշամյանն առանձնացնում է ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանությունների ձևավորումը, իսկ հասարակությանն ուղղորդելու դժվարին բեռը Արշամյանի դիտարկմամբ այսօր կատարում է միայն մեդիան։ Արտուր Հովհաննիսյան, Նարեկ Բարսեղյան, Առաջին լրատվական։